Այսօր կատարվածը մեր հայոց պատմության մեջ ամենաողբերգական եւ ամոթի օրն էր։ Ես 25 տարի բնակվում եմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, նման բան անգամ երևակայության մեջ հնարավոր չէր պատկերացնել, երբ ուժային կառույցները պարզապես բիրտուժ կիրառելով, մարդկանց հրելով, կարծես թե եկել էին եկեղեցին ազատելու թշնամիներից։ Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարությամբ։ Եթե չապաշխարենք եւ իսկապես չանդրադառնանք այս ամենին, ինչ որ կատարվում է հիմա մեր երկրում, մեր հայրենիքի, մեր երկրի եւ մեր ժողովրդի հետ կարող են նաեւ հոգեվոր տեսանկյունից բազում վատ բաներ լինել։ Հայոց եկեղեցին ի վերջո, տեսեք, հայոց եկեղեցին մնացել է վերջին խրամատը մեր պետականության։ Եթե այս խրամատն էլ հանձնենք թշնամիներին, ապա լինելու է հայոց երկիրը, այս հողը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր, եւ մենք լսելու ենք թուրքական ազանի ձայնը։ Եթե այդ է նպատակը եւ մեր ժողովուրդը համակարծիք է եւ չի ուզում պարզապես իր արդար ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է։